Ընդհանրապես Երևանում շատ լուրջ խնդիր է համակարգային առումով կայանման հետ կապված խնդիր է, որովհետև քաղաքը ուղղակի այսպես գերհագեցած է ավտոմեքենաներով եւ շատ հաճախ անգամ բակային տարածքներում մեծ դժվարություն է լինում ավտոմեքենան կայանելու հետ կապված, անգամ ցավոք սրտի դա ավարտվում է տարբեր վիճաբանություններով, որոնք հետո վերածվում են ինչ-որ քրեական գործերի, այսպես անգամ մահվան ելքով եւ այլը եւ այլը եւ մենք նկատում ենք որ տարբեր լուծումներ են փորձում գտնել օրինակ տեսնում ենք որոշ խանութներ երկաթյա ինչ որ բաներ են տեղադրում ասում են օրինակ մեր խանութի դիմացը մի կանգնե կամ բակային տարածքներում որոնք ընդհանուր օգտագործման տարածքներ են երբեմն ուղղակի ինչ որ այդպես համապատասխան սարքավորումներ են սարքեր են տեղադրում որպեսզի այլ անձ չկարողանա այդտեղ ավտոմեքենա կայանել եւ կարծես թե ստացվում է որ այդ բոլոր գործընթացները կարգավորվում են ոչ թե օրենսդրության շրջանակներում այլ ինչ որ կենցաղային եղանակով եւ ամեն մեկը փորձում է իր համար ինչ որ լուծում գտնել որը կարող է այլ անձի համար ընդունելի չլինի եւ դա բերել նաեւ որոշակի վիճաբանության ամեն դեպքում բակային տարածքները դրանք ընդհանուր օգտագործման տարածքներ են եւ թե կարծես թե բոլոր բնակիչները կամ այդ բակը մուտք գործող բոլոր անձինք պետք է որ կարողանան հավասարաչափ օգտվել ուղղակի քանի որ ըստ էության բավականին սուղ է ավտոմեքենա կանգնացնելու հետ կապված խնդիրները դրա համար փորձում են անգամ երբեմն կանաչապատ տարածքների վրա են մեքենաները կանգնացնում որը բերում է նաեւ այսպես շրջակա միջավայրի այս առումով խաթարմանը եւ կարծում եմ որ ավելի ճիշտ կլինի ինչ որ օրենսդրական գուցե հնարավորինս նախաձեռնություն ցուցաբերել եւ օրենսդրական առումով այս խնդիրը կարգավորել այլապես ինքը այսպես ուղղակի ինքնահոսի թողնված մի գործընթաց է մեզանում որը գնալով ավելի է սրվում հաճախ լինում է որ օրինակ անձը ունենում է ավտոտնակ բայց որևէ մեկը իր ավտոմեքենան կանգնացնում է հենց այդ ավտոտնակի դիմաց եւ դրանով ուղղակի խոչընդոտում է տվյալ ուրեմն ավտոմեքենայի տերը կարողանա իր ավտոտնակից ավտոմեքենան դուրս բերել կամ մտնել ուղղակի ավտոտնակ եւ իհարկե դա բերում է որոշակի լարվածության երբեմն եթե գիտեն ով է այդ մեքենան որը կանգնել է որոշակի ուրեմն վիճաբանությունների կամ եթե ոչ, ապա ես ուղղակի գիտեմ դեպքեր, երբ որ ուղղակի փորձում են ինքնուրույնաբար այդ մեքենան տեղափոխեն այդտեղից կամ զանգում են ոստիկանության միջոցով ճշտում են վարորդի հեռախոսահամարը, զանգում են, եթե ինքը չի թողնում ավտոմեքենայում ինչ որ համար, որ հնարավոր լինի կապ հաստատել կամ երբեմն լինում է այնպիսի անհարմար տեղերում են կանգնում մարդիկ, այսինքն այսպես անձը մտնում է ավտոմեքենայով բակ, տեսնում է ինչ որ մի հատ ազատ տեղ է ու ինքը չի մտածում, որ եթե ինքը ավտոմեքենան այդտեղ կանգնացնի, ինքը կարող է խաթարել, դժվարություն ստեղծել այդ բակ մտնող դուրս եկող մեքենաների համար։ Ասում է, հա, դե հազիվ մի ազատ տեղ է կանգնել եմ, բայց սա իրականում խնդիր է, որտեղ Աստված ոչ անի, ընդունենք մեկ էլ տեսար այդ շենքում հրդեհ եղավ, բա ասենք հրճեջ մեքենան ոնց է մուտք գործելու կամ շտապ օգնության մեքենան, այսինքն շատ դեպքերում վարորդները ուղղակի դրա մասին չեն մտածում եւ ուղղակի ուրախանալով որ վերջի վերջում ինչ որ կանգնելու տեղ են գտել, չեն մտածում արդեն որ իրենք ուղղակի այդտեղ մեքենան կայանալով խնդիրներ են ստեղծում եւ դա նույնպես բերում է որոշակի վիճաբանությունների կամ ասենք օրինակ մտնում ես որևէ բակ ուզում ես միտեղ կայանես մեկը գալիս է ասում է սա իմ տեղն է այստեղ մի կանգնի կամ ինչ գրում է կամ չի գրում բանավոր հայտարարում է հիմա ինչ որ մեկը հանդուրժողը ավելի ասում է լավ խնդիր չկա այլ լուծում գտնեմ որևէ մեկը ասում է չէ բա ասենք կոպիտ ասած կենցաղան բա դով ես ինձ ասես ես որտեղ կանգնեմ ու արդեն դա վերածվում է լեզվակռվի այդ լեզվակռիվը կարող է վերածվել արդեն մենամարտի ընդեղից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով դա համար այս տեսակետից կարծում եմ որ վաղուց արդեն ժամանակն է որ գոնե Երևանի քաղաքապետարանը սկսի ինչ-որ քննարկումներ, մտորումներ, ինչ-որ համակարգ փորձենք ձևավորենք այս խնդիրը ավելի մեղմելու կամ ավելի քաղաքակիրթ լուծում հաղորդելու համար։